Սիրելիներս, բարի օր, այսօր այնքան զբաղված եմ եղել, որ անգամ վլոգը չեմ նկարել։ Հիմա շտապում եմ, գնում եմ Քրիստինայի հետևից, խոստացել եմ այսօր շուտ վերցնել դպրոց։ Գիտիկ մի հատ կբարևես։ Աղջիկներս։ Էսի կարամ տանեն կերիկի ցնունդ է։ Հա, կարաս տանես։ Դու որ ուզում ես կարող ես տանել։ Այսօր ուրախ է, իմացել է որ տանեմ։ Խնդրեց որ իրեն շուտ վերցնեմ, որպեսզի ճաշարան չգնամ, բայց Վիկտորիաս մնացել է։ Հիմա գնում ենք Մերկադոնա, հա, այնտեղ։ Դասատունը Մարիսան։ Հա։ Մարիսանի հետ կերնա։ Սի, քո դասատունը կյանքս։ Հա։ Հիմա գնանք Մերկադոնա, հետո կգնանք տուն, որ տորթիկը վերջացնենք։ Դեռ տորթիկը դեռ կիսատ է մնացել։ Որ չկորի գլոբոն։ Արի մոքիկ, արի։ Ուր ես, ուր կորեցի, մի կորի, արի, որ կորես ոնց պիտի անենք, հետո Կրիստինա չենք ունենա, Կրիստիկ ելակ ուզ, արի մեկ տուպ ելակ վերցնեն, գոնե դա ոտում եք երեխեք, գնացինք, բամոս, մեր քերից հազվադ է բաներ են ուտում, դրա համար գոնե ինքը որ ուտում եմ վերցնում եմ, էդի համով չի սրտիկ, Հլը սպասի, էլի։ Հլը մի րոպե։ Էդ ինչ ա գանց։ Նո, էսի համով չի, սի։ Դրանք համով չի։ No, ese. Էսե։ Sí, ese. Me vayas a comer Un poquito sí, մի քիչ կթողնը։ Շատ չէ։ Ese. Սպասի, գիտիկ ջան, հլը սպասի։ Չգիտեմ որը վերցնեմ, որ գոնե մի քիչ լավը լինի, թեպետ սրանց որն է լավը։ Ese. Չէ։ Դու մի խառնվի իրար, սպասի, դու մի րոպե սպասի։ Էսի համով ավելի կիտ։ Այդքան ասուկարով, շաքարավազով պետք չի լավ։ Այդ տեսենք էստեղից, բար այդ, M&M's. չէ, գիտի ուրիշ բան եմ անգալիս, այդ ծնունդին որ դնում են, ուրա։ Հա։ Այստակի, սի, էստեղից էլ իրենց սա վերցրեցի, երեխաներին վերջում կտանք իրենց ձեռքը։ Հիմա գնանք, արի։ Կվերցնենք, երբ որ հաց կուտես նոր։ Դե մի հատ վերցրու, որ հաց ուտես նոր։ Մի հատն էլ Վիկտորիային վերցրու։ Բացի։ Abre. Հա։ Abre, vamos. Բացի ձակ։ Բացի մի վախեցի, բացի։ Կե այ։ Բլուի, հլը բացի, դինանք իչա։ Բացի։ Ինչ ա ձերքվում։ Ամա։ Եղունգը կտրացը պահումա։ Ամա, նա ինչ նվերներ է ստացել։ Իսի չա բեր է պակին, էսի նանայի համար ա բեր, որ երիկինը լավ մեջ է դնի տանի, որ սառը մնա։ Երիկա, ուրա, չէ, ենի պակին բերա, հլը նա եսի չա գան։ Չերը հմա, դինազավրյա, ես ինչ որ կո մեջը կոմիդան դնենք այդ
սիրելիներս, մեզ մոտ այսօր 2 օր անցել է վերջի վլոգից ու այստեղ ինչպես տեսնում եք պատրաստ է մի կիսով չափ մեր մահճակալը, քանի որ այն լինելու է կանապե, ի սկզբանե այդպես էի որոշել, որովհետև մեջը կարող է շատ բան այսպես դասավորել ու շատ տեղ չի գրավի։ Սա այսպես մի փոքր ճաշասենյակում արդեն մեր այսպես ջահն է կախված, երեխաների սենյակում դեռ ոչինչ արված չէ, բայց Արտուրն ասում է, որ մինչև այս ամսվա վերջ հաստատ կտեղափոխվենք։ Հույսով մնաք սիրելիներս, դուք էլ ինձ հետ։ Սիրելի մաղջիկներ, ողջույն, ինչպես եք։ Երեք Երիկի ծննդյան մի փոքր հատված եմ կարողացել նկարել ու դրանից հետո ոչ մի բան չեմ շարունակել, որովհետև հոգնած էի, եղանակը շատ վատ, ոչ մի բան մեր պլանները այսպես տեղում փոխվեցին, որովհետև ցուրտ անձրև ինչ որ տեղ գնալը խելամիջ է, տանը նշեցինք, միայն ընկերուհիս եկավ ու իր երեխան։ Հիմա այս պայն այսօր օրը 5 շաբթի է, որ դրսային գործերը վերջացրել։ Այսօր ցերեկը մեր մահճակալն եմ բերել, գլխամասն եմ բերել, պահարանը պատրաստ է, բռնակներն է Արտուրը կորցրել, չգիտեմ որտեղ է դրել, առանց բռնակների շատ դժվարությամբ է բացվում պահարանը։ Վաղը ճաշասենյակի կահույքը, որ կտեղափոխվենք մինչև գոնե մյուս շաբաթվա մեջ։ Այդպես սիրելիներս, այս տղան հատուկ մանկական տաբլե պլանշետ է։ Հիշում եմ, որ Քրիստինայի ծննդյան հետ էր կապված գնել ենք 4 տարեկանի թե 5, այնպես է, որ ոչ մի բան ակտիվ չէ, այսինքն ինտերնետ չկա մեջը, կարող են ուղղակի նկարել բան, ու հիմա ուզում եմ ցույց տալ ինքը ինչ է անում։ Տեսեք ոնց է ինքը հասկանալով ամեն ինչ ներկել։ Ես չգիտեմ այս երեխան ինչ է, բայց այն որ շատ խելացի է, դա փաստ է։ Հիմա ինչ ես մառոնանում ամբողջ այդ դուրը չեկավ, ուզում ես փոխես։ Այսինքն գոնե այսպես տալիս եմ, որ մի փոքր ընկնել նստի թողնի, մենք էլ նստենք, թեպետ իր հետ պարապունքներն արեցի, վերջացրեցի։ Հիմա այսպես մի փոքր զբաղվում եմ։ Մեկ մտքումս կար այն հագուստները, որոնք որ ամառային ու գարնանային էի տանեի այնտեղ արդեն հավաքել, բայց հետո ասացի չէ, թող մնա վաղը Վիկտորյան դասընկերոջ ծնունդն է, ես չեմ գնալու, աշխատանքից կգամ ու միանգամից կգնամ այնտեղ, այսինքն իմ մահճակալի տակից ամենը դուրս պետք է բերեմ, տանեմ այդտեղ արդեն նոր մահճակալի տակ դնելու, որը որ հագուստն է ձմեռային, այդտեղ պետք է տեղավորեմ, ինչը որ չենք օգտագործում դուրս բերեմ, որովհետև պահարանը փոքր է, մաքսիմալ պետք է այնպես դասավորեմ, որ ամեն բան տեղ անի, սիրելիներս։ Եթե անկեղծ լինեմ, այնքան հոգնած եմ, երբ մտնում եմ մի փոքր վլոգներ այսպես շաբաթը մեկ անգամ տեղադրել, մեկ ձեր տեղ այնքան է երևում, անկեղծ եմ ասում, եթե տեսնում եմ, այսօր օրինակ վլոգ չէ դրել, անդադ մտել եմ, դուրս եմ եկել, բայց հետո ասացի, որ ցավոք սրտի այդքան նկարահանած տեսանյութ չունեմ, որպեսզի մոնտաժեմ, ինչ-որ բան ստացվի, ասացի լավ, կպահեմ այդ հատվածը, կմիացնեմ այսօրվանի հետ ու կտեղադրեմ, թեպետ առանձնապես այսօր էլ ոչինչ չեմ նկարել, հոգնած եմ։ Ավելի շատ ֆիզիկապես չէ, հոգեպես եմ այսպես, թե երբ ենք այս վիճակից դուրս գալու, ավելի շատ այդ իրավիճակն է մոտս, քան թե ֆիզիկապես եմ, բայց կարծում եմ, որ շատ շուտով կվերջանա այս ամենը, մեր հանգիստ այսպես հունի մեջ կընկնենք, բայց դժվար է սիրելիներս, դժվար է հոգեպես մտածել տեղափոխություն ամեն ինչ սկսել նորից, այդ անհայտությունը հետո ինչ կլինի, դե բնականաբար 1 տարին կա, հետո հետագան և տանտիրոջից է կախված և մեզանից, հուսամ, որ ամեն բան կստացվի այնպես, ինչպես որ մենք ենք ուզում, հուսամ, այդպես սիրելիներս։